Հայտնություն 14-րդ գլուխ։ Եվ տեսա, որ ահա գառը կանգնած էր Սիոն լեռան վրա, իսկ նրա հետ 144,000 հոգի, որոնք նրա և նրա հոր անունն ունեին գրված իրենց ճակատների վրա։ Երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի և ուժեղ որոտի ձայնի, և լսեցի ինչպես քնարահարների ձայնը, երբ նվագում են իրենց քնարները։ Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, 4 կենդանիների առաջ և երեցների առաջ։ Եվ ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն 144,000-ը, որոնք փրկված են երկրից։ Սրանք են, որ չխառնակվեցին կանանց հետ և կույսեր են։ Սրանք գնում են գառան հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք ընտրվեցին մարդկանց միջից Աստծու և գառան առաջ։ Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անբիծ են։ Եվ տեսա երկնքի մեջ թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ քարոզելու երկրի բնակիչներին, բոլոր ազգերին, ժողովուրդներին, ցեղերին և լեզուներին։ Եվ ասում էր բարձր ձայնով. «Վախեցեք Աստծուց և փառք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը, և երկրպագեք երկնքի և երկրի, և ծովի ու ջրերի աղբյուրների Արարչին»։ Մի երկրորդ հրեշտակ եկավ նրա հետևից ու ասաց. Ընկավ մեծն Բաբելոնը, որն իր ցասումի ու պոռնկության գինով արբեցրեց բոլոր ազգերին։ Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում էր. «Ով երկրպագեց գազանին ու նրա արձանին, և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ ձեռքի վրա, այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի հրով և ծծմբով Աստծու և գառան առաջ։ Եվ նրանց տանջանքների ծուխը պիտի բարձրանա հավիտյանս հավիտենից։ Գիշեր-ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին ու արձանին, և առան նրա դրոշմն ու անունը։ Եվ այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ հավատը»։ Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրիր, երանի այն մեռելներին, որոնք այժմ բանից ի տեր ննջեցին, հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։ Եվ ահա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստել էր մարդու որդու նման մեկը։ Նա իր գլխին ուներ ոսկե պսակ, իսկ ձեռքին սրած գերանդի։ Եվ մի ուրիշ հրեշտակ ելավ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով ու ասաց ամպի վրա նստածին. «Շարժիր քո այդ գերանդին և հնձիր, որովհետև եկավ հնձի ժամանակը, և երկրի հունձն էլ հասած է»։ Եվ ամպի վրա նստածը շարժեց իր գերանդին երկրի վրա ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին։ Եվ մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ երկնքում գտնվող տաճարից, և սա էլ սրած գերանդի ուներ։ Զոհասեղանից ուրիշ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ։ Նա բարձր ձայնով աղաղակեց հրեշտակին, որ սրած գերանդի ուներ, և ասաց. «Քաղիր ողկույզները երկրի այգուց, քանի որ խաղողն արդեն հասել է»։ Եվ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրա, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։ Եվ հնձանը կոխոտվեց քաղաքից դուրս, և հնձանից արյունը հոսում ու բարձրանում էր մինչև ձիու սանձերը։ Նրա երկարությունը մոտ 1600 ասպարեզ էր։